Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 31-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի գլխավորած պատվիրակությանը։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները, նախարար Սարգսյանը նշել է, որ այն հուսալի հիմք է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով առավել սերտ եւ բազմակողմանի համագործակցություն կառուցելու համար։ Անդրադառնալով վիզաների ազատականացման շուրջ երկխոսության դինամիկային եւ գործողությունների ծրագրից բխող միջոցառումների իրականացմանը, Արփինե Սարգսյանը կարևորել է եվրոպական գործընկերների հետ համագործակցության ամրապնդումն ու հետագա ընդլայնումը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է Բուլղարիայի Եվրոպական միությանն անդամակցելու փորձի ուսումնասիրման նշանակությունը հայկական կողմի համար։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանների համալիր կառավարման կարևորությանը։ Արփինե Սարգսյանը ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի կառավարության միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին նոր համաձայնագրի կարևորությունը եւ նշել, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում փաստաթղթի վերջնականացման եւ ստորագրման ուղղությամբ։ Առանձնակի ուշադրություն է դարձվել հրդեհների կանխարգելման եւ հրդեհաշիջման ոլորտում գործնական փոխօգնությանը։ Քննարկվել են նաեւ աղետների ռիսկի կառավարման ոլորտում արդի տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաեւ կրթական եւ վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Կողմերը դրական են գնահատել երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հեռանկարը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ եւ կազմակերպել փոխադարձ այցելություններ ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում համագործակցությունն առավել առարկայական դարձնելու նպատակով։ Առաջին անգամ անցկացված լավագույն հավաքական օղակ մրցաշարը համախմբել էր Փրկարար ծառայության մայրաքաղաքի եւ մարզային ստորաբաժանումներից հավաքական թիմերին։ Նրանք մրցում էին լավագույնի կոչմանն արժանանալու համար։ Նմանատիպ մրցաշարեր իհարկե կազմակերպվել են նախկինում, բայց այս մասշտաբով, որ Փրկարար ծառայությունը բոլոր ստորաբաժանումներից մարզային փրկարարական եւ Երևան քաղաքի նույնպես ընդգրկված լինեն, առաջինն է։ Մասնակցում էին 12 թիմեր, ինչպես նաև Փրկարար ծառայության հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանության հրշեջ փրկարարական թիմը։ Մրցաշարին հետևում էր նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգչական կազմը։ Մրցաշարը անցկացվել է 4 փուլով, որը իր մեջ ներառում է հրդեհաշիջում, հակածխային օղակների գործողություն, առաջին օգնություն եւ տուժածների տարհանում խոցված տարածքից։ Առողջ մրցակցային պայմաններում կարևոր է ոչ միայն հաղթելու, այլ նաև սեփական գիտելիքները կատարելագործելու ցանկությունը։ Մրցավարական թիմը մրցույթի ընթացքում հաշվի է առել յուրաքանչյուր մանրուք։ Եթե մրցման ընթացքում սխալվել է միայն միավորի կորուստը, ապա իրական կյանքում սխալվելու գինը կարող է մարդկային կյանք արժանալ։ Մրցաշարի ավարտին Փրկարար ծառայության տնօրենը շնորհավորելով մասնակիցներին լավագույնը ճանաչված թիմերին հանձնել է գավաթներ։ Լավագույն հավաքական օղակ մրցաշարի անդրանիկ գավաթը նվաճեց մայրաքաղաքի թիմը։ Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրին Արմավիրի եւ Կոտայքի մարզային ստորաբաժանումների թիմերը։ Մրցաշարը շարունակական է լինելու։ Մարտի 17-ին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել էր, որ նախկին ընկերը սպառնացել է վնասել իր հարազատներին ու ընկերներին։ Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները 45-ամյա նախկին ընկերոջ նկատմամբ կայացրել էին անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշում։ Տղամարդուն արգելված էր այցելել ընկերուհուն։ Մարտի 21-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնից համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվեց հաղորդում, որ այդ նույն տղամարդը վերջին օրերի ընթացքում պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորել անհամարժեք վարկ եւ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների հասցեին։ Հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու եւ ոստիկանության բնականոն աշխատանքը խոչընդոտելու համար մարտի 27-ին ժամը 10:50-ին 45-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով ձերբակալվեց եւ տեղափոխվեց Շենգավիթի բաժին։ Նույն օրը նրա նախկին ընկերուհին տվեց հաղորդում, որ մարտի 26-ին անտեսելով վարչական
անգելքը, տղամարդն այցելել է իրեն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մարտի 17-ի գիշերը ժամը 2-ին օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ մայրաքաղաքի Արգիշտի փողոցի իրեն շենքի բակում 5 անց անհարկի վիճել է իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ֆիզիկական ներգործության եւ կողոպուտի հատկանիշներով։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է անձանց ինքնությունը։ Աբովյան քաղաքի բնակիչ 18-ից 20 տարեկան երիտասարդներ են։ 5-ն էլ ձերբակալվել են Խոստովանել արարքը եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագարձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։